Լիբանանցի և ամերիկացի գրող փիլիսոփա Ջուբրան Խալիլ Ջուբրանն ասել է. «Լավագույն երգիչը նա է, ով երգում է մեր լռությունը»։ Բարև ձեզ, եթերում ռելևանտ փոդքասթն է և այսօր ես զրուցելու եմ երգահան, երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի հետ։ Բարև ձեզ, Դավիթ ջան։ Բարև ձեզ։ Դուք Արցախյան առաջին պատերազմի մասնակից եք, եղել եք ազգային լեգեոն ջոկատում, արծիվ 4-րդ գումարտակի, այնուհետև 5-րդ բրիգադի զորամիավորներում եք կռվել։ Հիմա Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ 90-ից 94 թվերին տարիներին, երբ որ կռվել եք, դուք որ երկրի տարածքում եւ որ երկրի համար եք կռվում։ Հիմա եթե հարցին սկսեմ լուրջ պատասխանել, հավանաբար հաղորդումից հետո հոգեբուժի կարիք կունեմ, որովհետև արդեն պարզ է, որ երկրի համար եւ ինչի համար։ Հանուն սիրո եմ մասնակցել, հանուն մարդկային արժեքի, մարդկային եւ ազգային, որտեղ դրանք մարդու մեջ 50-50 են որպես արժեքներ։ Եթե համամարտկային արժեքներով չես ապրում, երբեք ազգային արժեքը քո մեջ չի լուսավորվի։ Եվ հակառակը, եթե համամարտկային արժեքները քեզ համար ապրելու կերպ են, բայց ազգայինից տեղյակ չես, էլի նույն խնդիրն է, այդպես դրանք մարդու մեջ 50-50 պետք է լինեն։ Եվ ինձ համար հանուն սիրո կյանքը գրավ դնողները անկախ որ ազգությունից են։ Ինձ համար մարդկային որակի առումով արժեք են։ Եվ եթե ճակատագիրը որոշել է, որ ես հայ պիտի ծնվեմ, հայր Աստված մայր հայրենիք, այսինքն հայրս եզերքից որոշել է, որ ես հայ լինեմ։ Այդ մարդը կարող է որոշել, որ ես Իտալիայում ծնվեի, կամ ենթադրենք հերուտնից տեղից Ադրբեջանում, ամեն ինչ կարող է լինել։ Բայց ես Հայաստանում եմ ծնվել եւ հայ։ Թեպետ ցավոք սրտի լիքը հայեր ունենք, որ Հայաստանում չեն ծնվել։ Բայց ամեն դեպքում իրենք պատկանելությամբ նորից միշտ ներկայանալիս ասում եմ էությամբ մարդ բնույթով հայ։ Այսինքն ներկայանալու դիտքոսը դա է։ Ծիծաղելի կլինի իշխանության ասածը մեկնաբանել, առացարակ ինձ համար Փաստացի ձեզ օկուպանտ է անվանում, որտեղ որ ասում է միշտ եղել է Ադրբեջան, նշանակում է դուք ուրիշ հող եք գրավում։ Այսպես, ուրեմն միշտ ցավոք սրտի ես մասով կրկնվում եմ բոլոր հաղորդումներին։ Ինձ համար արդեն զարմանալին անցավ այն ժամանակ, երբ որ ինչ որ մեկը քայլելուց կողքի 4 հոգին դարձան 6 հոգի, հետո 10, հետո 20, 30-ը արդեն ծիծաղելի է եւ զարմանալի։ Իսկ երբ որ արդեն հազարների հասան եւ տասնյակ հազարների, դա արդեն չգիտեմ ժողովրդի սոցիալական անարդարության, չգիտեմ ինչը մղեց այդտեղ, բայց ում հետևից էին գնում, այդ չկարողացա հասկանալ։ Եվ իսկապես ինձ համար այն ժամանակ ընկերներ ունեի, որ մասնակցում էին եւ ասում էին տղերք, որ գնացել էիք այդ հանրահավաքին, որ եկաք հիմա ինչ որ խոսեց ինքը, ինչ ասեց, լռում էին, հասկանում էին, որ ոչինչ չունեն կրկնելու, որտեղ որևէ միտք բացի են, որ մարդիկ կան, որ հարուստ են, իսկ մենք աղքատ ենք, եւ բացի այդ մտքից ուրիշ ասելիք չկար։ 18 թվին նկատում եք։ 18 թվի մասին է խոսքը։ Եվ ես դրանից հետո արդեն սկսեցի ոչինչից չզարմանալ։ Ներողություն եմ խնդրում, նախագահի հրաժարականի օրը ինձ համար հոգեբանական տրավմայի օր էր շատ ծանր, որովհետև հենց այդ պահին ինչ որ խմբի մեջ էի, որ ցավոք սրտի խմբից շատերը ուրախացան։ Ես սկսեցի հասկանալ, որ մենք ղեկը տալիս ենք մի մարդու չէ, ինչ որ բանի, կամ ոչ մի բանի, որը չի կարողանալու բառացիորեն ղեկավարել։ Ճանաչում եք իրեն այսինքն։ Գրեթե անձնական շփում չեմ ունեցել, բայց քանի որ ես ինքս ժամանակին ինքս եմ ընդդիմության շարքերում եղել բան, այդ ռակուրսով թեթևակի շփվել եմ եւ այն ժամանակ էլ փայլուն մտքի չէի իր մասին։ Վերջը թողենք իդ կերպարային բանի մասին խոսել ես ավելորդ ժամանակի կորուստ եմ համարում, բայց ամեն դեպքում հասկացա, որ պատերազմ կլինի։ Եվ հիմա չի լինի, մոտավորապես 2 տարի հետո կլինի, իսկ 2 տարի հետո տղաս ծառայության է լինելու։ Նույնիսկ հասցրել եմ դա մտածել։ Այն ժամանակ բայց ով ասում էր, որ պատերազմա սպասվում ձեռ էին առնում այդ մարդկանց, ասում էին, նույնիսկ նկար էին հրապարակել։ Ես եմ եղել, որ փաստեն իմ բոլոր ընկերները, որ ասել են, ասեն 0-ամասում տղաս էլ է շատ ասել, Վարդանը, իր ընկերները, ովքեր
Աստծո հաջողությամբ կենթանի էին մնացել եւ մեր հետ շփվելուց Վարդանի օրերին որ շփվում էին, ասում էին ինքը միշտ ասում էր, որ շատ ուժեղ կա պատերազմ լինելու։ Այսինքն մի քիչ տրամաբանություն ունենալու դեպքում հասկանում ենք, որ չգիտեմ, ես էլի եմ ասում, ծիծաղելի կլինի, որ հիմա իր մարդկային կերպարը, գիտեք ինչ, Արցախյանի ժամանակ հաղթանակ ունեցանք, որտեղ առաջնորդներից բոլորը առավել եւս Վազգենը ինքը որ առաջնորդի սիմվոլիկ անհատներ մռնչացող էին եւ ուժեղ։ Եվ շարքայինները, որոնք կեսը կամավոր էին, կեսը արդեն զորագրված որպես կանոնավոր բանակի մասնակիցներ, կեսը պայմանագրային, կեսը ինչ, բոլորը մի կետից էին հրաման ստանում։ Եվ այդ մի կետից հրաման ստանալը դա արդեն բռունցքի ղեկավարելու միասնականության ամբողջ կորիզն է։ Բայց 18-ին Փաշինյանն էլ էր Արցախում մռնչում, ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Խնդրում եմ մռնչոցը մլավոցի չխառնել։ Երբեք իր տեմրին մռնչալ բառը չեմ կարող օգտագործել եւ մլավողն էլ կատուն է, բայց իրեն ցավոք սրտի այդ կենթանու հետ էլ չեմ կարող համեմատել, որովհետեւ կատու երբեմն գոնե խորաման կա, խելացի է, սիրել գիտի, ինչ որ բան գիտի։ Իրան կենթանակերպի որևէ կերպարի մեջ չեմ կարողանում տեսնել։ Թողնենք իրան։ Ես միշտ ասում եմ դավաճանը կատեգորիա է։ Լավ, վատ, բայց դավաճանը, այսինքն թշնամին մեր թշնամին է, չէ՞, դավաճանը թշնամուց մի քիչ ավելի վատն է։ Բայց մի հատ կերպար էլ կա, որ ոչ մի բան է, ոչ նույնիսկ դավաճան չի կարող լինել։ Երբեմն որ ասում են պայմանավորված բան, ասում են պայմանավորվում են նրանք, ովքեր ուղիղ են, հետախույզ են, դավաճանում են, ինչ որ մի բան են անում, նույն ոչ մի բանը ամենավտանգավորն է։ Հիմա Փաշինյանը ոչ մի բան է։ Իմ կարծիքով իմ մեկնաբանության մեջ այդպես է, եւ ցավոք սրտի ոչ մի բանի աճը մարդու օրգանիզմում դա դառնում է քաղցկեղ։ Դավիթ ջան, Վարդանից խոսեցիք, ես չէի կարող իհարկե Վարդանի թեման անտեսել։ Հպանցիկ թեման տարավ, թե չէ այնպես չի, մեկ-մեկ այդ իմ խոսացածի տակ գրողները որ գրում են չարաշահում ես, շահարկում ես տղայի թեման, ես երբեք իր թեման չեմ չարաշահել։ Դե մեկնաբանություններին որ նայենք, ասում եմ տեղ չենք հասնի, ես մի բան մեջբերում եմ ուզում կարդալ։ Գիտակցված զողողության են գնացել 2020 թվականին եւ արդյունքում ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։ Սա Նիկոլ Փաշինյանն է ասել մեր զոհերի մասին, այսինքն մարդը ասում է, որ 20 թվականին այդ մարդիկ, որ գնացին եւ զոհվան, 5000 տղաները, իրենք ասում են 3000 քանի 100, դա եղել է գիտակցված այն իրավիճակի համար, որ այսօր ունենք, որը իրենք համարում են անկախություն։ Դուք այս խոսքերը, այս հայտարարությունները լսելուց հետո ինչ եք զգում։ Այն ինչ որ զգում եմ եթերային չի։ Սկսենք այդտեղից։ Դրանից առաջ էլ իր հետ կապված ինչ որ մեկը հայտարարում էր, որ իզուր զոհեր են տվել, չէ՞։ Հա, կինն էր։ Հա։ Էլի ինձ համար ոչ մի բանի։ Հանում ոչ մի բանի։ Ուրեմն երկու դեպքում էլ երկուսին էլ ուզում եմ տեղեկացնել, որ նախ հանում ոչ մի բանի զոհ երբեք չի լինում։ Զոհը տեզերքի ավերժության բանակ գնալու միջոցն է։ Որտեւ հանուն սիրո կյանք տվողը ես միշտ իմ համերգներին մի փոքր շեղվում եմ, ինձ հետո կհիշեցնեք կամ թեմային։ Համերգներին նշում եմ մի բան, որ արվեստի անկախ ժանրից ասելիքը սերն է։ Այո։ Սիրո դրսևորման կատարելությունը անձնազոհությունն է։ Եվ ասում եմ եկեք ծափահարենք նրանց, ովքեր հանուն սիրո կյանք են տվել։ Աշխարհի բոլոր սրահներում հնչող ծափողությունները առաջինը հանուն սիրո զոհվածներինն է, անկախ ժամանակից, անկախ ազգությունից։ Ինձ համար հիմա Բայրոնն ու Սերվանտեսը արժեք չեն, ինչ տարբերություն որ հայ չեն։ Հանուն սիրո գնացել են, կռվել են ու զոհվել են։ Ու ինչ մտավորականի կարգավիճակում են եղել ստեղծագործական առումով։ Ուզում եմ ասեմ, այդ իրանց խելքին հասու չի, որ զոհը իզուր երբեք չի լինում։ Եվ երբեք ես ինձ թույլ չեմ տա, որ ասեմ տղաս իզուր զոհվեց, ոչ էլ ասեմ ինչ լավ էր, որ զոհվեց, այտենց ապուշություն էլ չեմ ասի։ Բայց ասում եք գիտակցված է եղել, այսինքն ինքը հաշվի առել, որ այդ մարդիկ գնալու են զոհվեն։ Իրա որոշելով չի ինքը շատ փոքր է, բան ցավոք սրտի այդ քո ասացի մեջ, այդ իր հայտարարության մեջ այնքան բանա չի հասկանում, որ ախր
լավ, եթե նույնիսկ այդպես է, դու ինչի ես հայտարարում։ Պետք չի էլի ասում։ Եթե նույնիսկ աշխարհի ճնշման դեպքում դու պիտի հետ տայր պատերազմով, եթե նույնիսկ այդպես է, դու չես հասկացնում, որ զոհված երեխեք կամ մատղաշ երեխեք, որոնք հենց երեխա ունենալու ընդունակ ծնողների երեխեք են, որոնցից շատերը ունեցան երեխա, ինչի համար շատ ուրախ են։ Այսինքն ծնողները արդեն հենց երիտասարդ են։ Դու այդ մատղաշ երեխեքի իշատակին ինչի ես այդքան բան ասում։ Այսինքն Կորյուն ջան, գիտես ինչ միշտ նշում են մինչև 17-18 թվականը ու 18-ը ավելի ակնհայտ զոհվածի տուն ասած երևույթը խորան էր։ Այնտեղ ոչ մեկ կոշիկով խորան չի մտնում։ Նույնիսկ ոտնամանը հանում է, որտեղ խորան մտնում են բոբիկ, չէ, կամ հատուկ մաներով։ Եվ հանրային դաշտում սոցցանց կլինի, հերոստացույց կլինի։ Ոչ մեկ իրան թույլ չէր տա, նույնիսկ եթե այդ զոհվածի ծնողը որևէ անշնորհ կամ վատ բան արել։ Ես այսօր մինչև հիմա այդ սկզբունքով ապրում եմ։ Եվ եթե նույնիսկ ունեմ ընկերներ, որ սխալ ճանապարհով շեղվեցին եւ իրանց մասին խոսվում է, որոնք հանրային են, բան, ես ասում եմ, եղբայր, այս մարդու հերն է, վերջ, ինձ համար փակեք թեման։ Այս մարդու եղբայրն է։ Հիմա կալանավորվում են ծնողները զոհվածի, քանի ծնող։ Դե, որտեվ մենք չենք կարող իրանց պես վարվել։ Ես ինչքան էլ բան լինի զոհվածի ծնողին, ուզում եմ, չգիտեմ, եթե իմ առաջ կանգնի ինձ հայելու, չգիտեմ, տղայական մասով կարողա չկարողանամ ներեմ, եթե ինքն էլ է տղամարդ, կարողա ուղղակի քաշքշոց դառնա, բայց մյուս դեպքում ես չեմ կարող մարդ կորցրած տղա կամ քույր կամ եղբայր կամ հայր ինչ որ մեկին կորցրածին հայեմ կամ խփեմ կամ եսին ինչ անեմ։ Ուր մնաց սոցցանցը, որը տեսեք ինչեր են գրում։ Այսինքն այստեղ ատելության դաշտի սերմանում է այնքան մեծ ու այնքան խոշոր ու այնքան արագ տեղի ունեցավ, որ չգիտեմ, մոլախոտը հասկացավ, որ իր կողքի հասկ տվող ցորենի հասկին պտուղ տվող ցորենի հասկին կարող է հայել եւ պտուղը կորցրած հասկին կարող է հայել ու սկսեց մոլախոտի քանակը շատանալ։ Սա կենսաբանական ցավոտ երևույթ է։ Ես գյուղատնտեսության հետ որոշակի գործի վերումով շփվեցի եւ հասկացա, որ ցորենի արդ մտնում ես, այն հասկերը, որոնք պտուղ չունեն, տնկված են։ Բայց մոլախոտի վերջո քաղան են անում, հեռացնում են, էլի, գյուղատնտեսության մեջ է դա։ Հիմա Աստված կենսակերպի մեջ էլ այդպես փոխանցվի եւ ի վերջո հիմա չեմ ասում կոտորեք, չէ, մարդ, ես դες բան չեմ ասի, երբեք ինձ թույլ չեմ տա։ Մարդ են, թող ապրեն, բայց թող լավ անուններով խոսեմ, երբեք ինձ թույլ չեմ տա անուններ տալ, բայց այս դեպքում կարող եմ տալ։ Աշտարակցի Ռուստամն ու Ախուրյանցի անուն նույն ձայն ունեն, ինչ Գուրգեն Մելիքյանն ու Արմեն Բուդաղյանը։ Այսինքն երկուսն էլ դե մի հատ բան է, ինչ որ ավելորդ շարժումից առաջացած բան։ Առաջացած դրանք մարդ չէ, ինչ որ բան, հա։ Վերջը եւ իրանք էլ ձայն ունեն հավասար, ինչ որ ունի ընդհանրենք պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը։ Իրանց մի բան էլ ավել է դա։ Կամ ունի դուշմանի մայր Զարիկ Տիկին Զարիկը, կամ ունի Գուրգեն Մելիքյանը, չգիտեմ, ու կարող եմ անընդհատ անուններ Սրբազանը, Սրբազանները ի վերջո բարձր է, ավելի հնչեղը, ավելի ազդու է։ Այսինքն մարդիկ ոնց կարող է դեմոկրատիա ասացինք չարիքը, ոնց կարող են բոլորը նույն հավասարաչափ ձայն ունենալ։ Եվ ոնց կարող է այդ 5000 տղեկի ծնողների ճակատագիրը որոշել, ընդհանրենք իր ձայնով որոշի մարդ, որը ոչ գիտի հավատքի ծիսական կանոններից էլ սկսեմ, լավ, դրանք էլ չգիտի, չգիտեմ, իր համար քրիստոնեությունը զատիկի ձվից այնքան չի գնում։ Եվ ինքը այդքանով ոնց կարա վեհապարին անունով դիմի սոցցանցում, որովհետև իր պաշտամունքը այդպես է որոշել եւ այդպես է տարածում։ Եվ այդ մարդը ձայնի իրավունք ունի այնքան, ինչքան վեհապարը։ Ծիծաղելի է։ Եվ դեմոկրատիան ես միշտ այս օրինակը բերում եմ, ներողություն եմ խնդրում, ոմանք այս օրինակը, եթե մի քանի անգամից լսել են կրկնությանս համար ներողություն եմ խնդրում, օրգանիզմում պատկերացնում եք, որ դեմոկրատիա լինի։ Օրգանիզմը իշխող օրգանները որոնք են։
Սիրտն ու ուղեղը, որոնք զանգվածային եւ ծավալային առումով կազմեն օրգանիզմի 0.5%-ը։ Նու համակիր օրգաններ կան, որոնք երիկամ լյարդը որ ֆունկցիաներ ունեն եւ աստիճանաբար իջնում է, չէ՞։ Բայց եթե դեմոկրատիայի շնորհիվ հետույքն ու ոտը որոշեն թե ով պետք է լինի առաջնորդ, ո՞նց կարող է այդպես, որտեղ համ իրանք քանակով են շատ, համ չափերով։ Չէ՞։ Միշտ սիրտն ու ուղեղը ասեն դու սենց արա, դու նենց արա, ոնց կարելի է աղիներին վստահել իշխանություն բերելու։ Ձեր որդին Վարդան Ամալյանը զոհվել է Շուշիում։ Շուշիի հետ կապված 20 նոյեմբերի 7-ին։ Այո, բազմաթիվ ուրեմն մեղավորներ կան Շուշիի հետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից կնքված։ Ես այստեղ, երբ որ պատրաստվում էի մեր զրույցին, առանձնացրել եմ այդ քրոնոլոգիան, հա, ժամանակագրությունը մեղավորների։ Ուրեմն ըստ Նիկոլ Փաշինյանի, ի սկզբանե ուրեմն Շուշին հանձնել էր Ծառուկյանը, որովհետև իբրև թե ասել էր օգնություն կուղարկեմ եւ ըստ Փաշինյանի չէր ուղարկել, դրա համար պարտվեցինք, Շուշին հանձնեցինք։ Հետո Շուշին հանձնեց Վանեցյանը, քանի որ իբր թե դիրքը թողել եւ փախել էր, բայց հետո պարզվեց, որ տենց բան չի եղել, հա, քրեական գործի քննության արդյունքում։ Դրանից հետո Շուշին հանձնեց Միքայել Արզումանյանը, գեներալ, ում դեմ եւս կա քրեական գործ, ասում են ինքն էլ անփույթ է եղել, պաշտոնական անփութություն է դրսևորել, դրա համար հանձնել է։ Շուշին հետո ինքնահանձնվեց իր դժբախտ եւ դժգույն լինելու բերումով, գիտեք Փաշինյանը այդպես էր ասում։ Հետո ասում էր, որ պետք է գային փախստականներ ապրեին, դրա իսկ այդ կարգավիճակով Շուշին հայկական չէր լինի, դրա համար է հանձնել։ Դրանից հետո ասաց, որ 11000 դասալիքներ են եղել, 5-րդ շարասյուն է եղել, Չեխիայի հայ համայնքն է մեղավոր, որովհետև այնտեղ չի ապրել Շուշիում, տարբեր մարդկանց մեղադրեց։ Ձեր որդին այնուամենայնիվ, եթե այնտեղ է զոհվել, Շուշին ձեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, կարծում եմ։ Ձեր կարծիքով Շուշին ով է հանձնել, ով է ի վերջո այդ մեղավորը։ Սկսեմ Շուշիի մասին խոսելիս, սկսեմ էմոցիոնալ մասից։ Իմ որդին կրում է հորս անունը։ Ես Դավիթ Վարդանի Ամալյանն եմ։ Եվ մի ֆիլմ էի արել Դուշմանի մասին, որտեղ Դուշմանի անվանակից երեխեքին էինք հավաքել, Դուշմանի 50-ամյակներ, եթե չեմ սխալվում, Դուշման Վարդանի մասին է խոսքը։ Իմ տղու անունը համել Վարդանի պատվին էր, Վարդան։ Այս դեպքում հորս եւ Վարդանի անունը համընկել էր։ Եվ այնտեղ Վարդանս բավականին մատղաշ ձայնով այդ ժամանակ 4 թե 5 տարեկան եմ, ես Դավիթ Վարդանի Ամալյան, Վարդան Դավիթի Ամալյանն եմ, մականունս Դուշման։ 9 Վարդանից փառք Աստծո, որ մենակ իմ Վարդանը չկա, մնացածը Աստված առողջություն եւ հաջողություն տա բոլորին։ Եվ դեռ գիտեմ, որ ավելի են շատացել Դուշմանի անվանակից Վարդանները։ Այս մասին մի անգամ խոսել եմ, եթե երկնքում հիմա Վարդանս ճակատագրի բերումով Դուշմանի թիկունքում թաղվեց, այնտեղ չգիտեմ խի այդ տեղը ազատ էր մնացել։ Եվ եթե գերեզմանով մոտ են իրար, բայց գիտեմ, որ տիեզերքը գերեզմանի հետ կապ չունի, եւ եթե վերևում որևէ հանդիպում ունենան, Վարդանը ճիշտ է, Շուշիի ազատագրման մեծ մասնակիցներից է եղել Դուշմանը, բայց ամեն դեպքում Շուշիում չի զոհվել, բայց ամեն դեպքում Դուշմանը կյանքը տվել է Շուշին ձեռք բերելուց, իսկ իմ տղան կյանքը տվել է Շուշին լքելուց։ Ես միշտ մտածում եմ, տեսնես իրանց զրույցը ստրատեգիական կլինի, թե հոգեբանական։ Դուշմանը ինչ հարցեր կտա փոքր Վարդանին։ Կասի ոնց եղավ, ով հրաման տվեց, չէ՞։ Դրա համար բանորեն, եթե երկնային զրույց կա, եթե երկնքում Շուշիի մասին խոսակցություն կա, սկսեմ այդտեղից, որտեղ անորոշ զրույց կլինի, որտեղ Վարդանի անունով ծնված Վարդանը զոհվեց Շուշին թողնելուց, որը որ դրվել էր այն մարդու անունը, ով զոհվեց Շուշին ազատագրելուց։ Ազատագրման պահին չեմ, 2 ամիս հետո։ Նկատի ունեմ, այս զրույցը ինձ համար միշտ հիմք է դառնում երկնային խոսակցություններից ձեր քիչ առաջ, որ ասացիք այդ արաբ գրողի ասածը հրաշալի էր երկիչի մասին, որ լռությունն է երգում։ Ես այդ լռության մեջ սկսում եմ ստվերներ փնտրել ու այդ ստվերներով սկսում եմ ներկայացում գրել իմ մեջ։
Հիմա անցնենք կոնկրետ մասի անուն չեմ տա, բայց մի շատ արժանավոր առաջատար առաջնորդներից մեկը մի անգամ նստած ենք եւ ասեց ինձ հետաքրքիր էր գտնել Շուշին թողնելու հրաման տվողը, որտեվ եթե թրերով կանգնած լինեին Շուշիում, ասես դու լավ գիտես, որ Շուշին վերցնել հնարավոր չէր։ Եվ հետո ասեց մյուս ավելի վտանգավոր բանը, որ Շուշին հետ վերցնելու հրաման տվողին էլ պետք է գտնենք, որտեվ հավանաբար նույն մարդիկ էին։ Առաջինով ավանդական եւ բարոյական պարտությունն էր պետք հանձնել։ Իսկ Շուշին հանձնելով Շուշին Ղարաբաղի բանն էր, սիմվոլի նշածող խորհրդանիշներ։ Եվ հետ վերցնելու հրաման տվողը ասում էր, որովհետև դու լավ հասկանում ես, որ եթե բոլոր զինվորները Իսկանդեր ունենային, Շուշին հետ վերցնել այդ պահին հնարավոր չէր։ Այսինքն հետ վերցնելու հրամանը տրվեց նրա համար, որ բավականին մեծ քանակությամբ զոհեր եղավ Շուշին հետ վերցնելու փորձերի ժամանակ, որոնցից մեկը իմ տղան է։ Իմ տղայի զոհվելու նաև մյուս պատճառն է, որ մի քանի հրահանգ են ունեցել։ Պատկերացնում եք Արցախյանի ժամանակ մի քանի հրահանգ ունեցող որևէ ջոկատի, ինչքան էլ այն ժամանակ կապի միջոցը այդքան հարուստ չէր, ինչ, բայց մի հրաման էր լինում։ Եվ եթե մեր հրամանատարը ասում էր այդպես, դամյակներ, որտեղ հրամանատարի ինքը միջև վերևի հրամանուտենց, միջև առաջին առաջնորդ։ Այսինքն մի հրամանով էինք աշխատում։ Երբեք մի քանի հրամանը արդեն զինվորին տագնապի եւ ինչ որ ավելորդ ապակողնորոշման մեջ ակցում։ Եվ այդ տղաները 6 հոգով իրաց դասակը 6-ը թասիբի են ընկնում զոհվում են 6 ընկեր եւ այդ 6-ը կազմում են ծորի 3-րդ գումարտակի ընդհանուր տված 210 զոհի 6 հոգին այսինքն գումարվում են 210-ին 210-ը ընդհանուր 5000-ին չգիտեմ 3000-ին սխալ է այս մարդկանց թվով հաշվել մարդկային արժեքի ամբողջ ուզում ասեմ ես միշտ Վարդանին երբեք չեմ առանձնացրել եւ կենացի ժամանակ երբեք իր կենացը մենակ չեմ խմել, միշտ ասում եմ տղեկի կենացը, որտեղ դրանք համընդհանուր արժեք են, որոնց մեջ ունեմ նաեւ Վարդան։ Այդ հրաման տվողին, չգիտեմ, ճակատագիրը հետո Աստված տա ճանաչեն թե չճանաչեն, բայց կուզեմ աչքերի մեջ նայել, լավ, ենթադրենք հրահանգված էր պարտությունը թեկուզ այդպես տալու, հաջորդ հրամանը իդ վերցնելու այդ զոհերի գնով քո բանը, չգիտեմ, ինչի հաշվին։ Դա մենակ Շուշին չի եղել, հետո Լելեթեփեում պարզվեց ինչքան զինվոր զոհվեցին։ Դե ես հիմա Կորին ջան, եթե սկսենք ստրատեգիական եւ քաղաքական ինչ-որ լուրջ բաներից խոսենք, ծիծաղելի կլինի, որտեղ ոչ ես, ոչ դու ու քաղաքական առումով դու արդեն թրծված ես բավականին, որովհետև հանդիպումներ ես ունենում քաղաքագետերի հետ եւ մի քանի ժամ խոսելու դեպքում արդեն կարող ես ինքդ հասունանալ։ Բայց ստրատեգիական առումով երկուսս էլ մի քիչ սխալ կլինի, հիմա ռազմական ստրատեգիա այն էլ հանրային դաշտում մեկնաբանենք։ Դա կթողնենք դրա կոմպետենտ մարդկանց։ Բայց ամեն դեպքում մինիմալ մարդկային տրամաբանական կարողություններ կան, չէ՞ ոնց են Անդրանիկի մասին խոսելիս մեկնաբանում ոնց է ինքը մտել այս ինչ ամրոց 37 հոգով ճեղքելա դա մեր համար լեգենդա բայց արելա չէ այդ մարդը ու արդյունք է եղել հա ոնց է ճեղքել դե Արցախյանի ժամանակ էլ տենց հերոսական տղերք են եղել Սիսյանի տղերքը ինչեր են արել Շուշի գումարտակի տղերքը 5-րդ բրիգադի տղերքը բոլորն էլ հերոսներ են եղել բոլորն էլ արժեքներ են արել բայց հետո որ նայում ես Անդրանիկը ամեն դեպքում մի քիչ էլ արցունքոտ աչքերով խռոված բառը Իրանը չի, բայց ամեն դեպքում տենց մի տեսակ գնաց երկրից, հետո հասկանում ես, որ հիմա այս վիճակում քանի Անդրանիկ, ով էլ չգնաց, կեսին կյանքը տարավ, կեսին, այսինքն ստեղծեցին մթնոլորտ, որից նոր հասկանում ես Անդրանիկը ինչից կարար խռովել։ Հիմա չեմ համեմատում, բայց ամեն դեպքում խռովել չէ, բայց մի հատ պահ է գալիս, երբ որ տեսնում եմ մարդու մոդել, որ մեկը ինձ գրել էր, ասում է, հերիք չի շիրիմը ծախես, տեսնում ես շանտեղ դնող չկա։ Հայ կինը, Ռիմա Եսիմինչյան։
Դե կարող է fake չի, ջանդարն էլի։ Հետո Հետո հասկացա, որ 96 թվին ես երգ ունեմ գրած, որի մեջ մի հատ տենց հատված կա, ես միշտ եմ ծախում առնող կլինք, չգիտեմ ինչի եմ գրել այդ երգը։ 96 թվին։ Գինե ժանել օգնիշիշ գինի, ինչ-որ։ Հետո ուզում էի դե չեմ պատասխանի բնականաբար, մանավանդ այդ որ հələ այդ կանանիկ ջանդան, բա որ կանանիքի նման տղամարդիկ են տենց հավաքներ գրում։ Եղբայր ձեզ չեն ասել փողոցում, որ հեռախոսով կամ հեռակապով այրանք չեն անում։ Ես Երևանում եմ ապրում եւ բավականին մեծ շրջապատ ունեմ, ինձ գտնելը դժվար չի։ Գտեք դիմացս կանգնեք, ասեք, ես էլ իմ պատասխանը տամ, հասկանանք իրար։ Այդ հերվից հայել, գրել, ջնջել այդ չեք հասկանում, մանավանդ որ բացում են տեսնում fake հա կամ եսին որտեղ ապրող ինչ որ մի հատ Իրենց թվում հայելու համար մեծ ուղեղ է պետք, Դավիթ ջան։ Դրա համար այդ ատելության մասին եմ խոսում, որը այս վերջին իշխանության ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ ելի եմ ասում, Շուշիի կորուստը հիմք դրեց Արցախի հանձնումը։ Ինքը Շուշիի կորուստը ոնց որ բանալին տվեցինք իրաց։ Հետո արդեն բլոկադան որ եղավ, ես այնտեղ լիքը ընկերներ ունեի եւ ինտենսիվ կապի մեջ էի։ Արդեն պատերազմը որ եղավ, հասկացա, որ սա վերջն է, կամ պիտի ցավոք սրտի կոտորած դառնա, կամ պիտի գան փրկվեն, որից բնականաբար երկրորդ տարբերակը ավելի ընդունելի էր։ Հիմա հայրենասեր խաղայինք 100,000 էլ մարդ կոտորեին, ոնց որ լիքը ոչխարներ ասում են ունայք կռվեինք։ Ասում փախակ, մենք այդքան փող տվեցինք, որ նախր որ մնային կոտորվում էին։ Այդ ախր տհասներ, դուք ոնց չեք կարողանում հասկանալ։ Կին եմ իմացել, հերվից ինձ ծանոթ չի, ընկերոջ ման։ Ասում եմ մեքենայի մեջ բավականին տնային գույքեր կարող էին տեղավորել, ամուսնու դագաղն է դրել։ Այդ գույքերի փոխարեն գերադասել է ամուսնուն բերի եւ երաբլուրում հողի հանձնել։ Այս սկզբունքով ապրող մարդկանց ոնց կարող եք ասել փախել եք, ձեզ թոշակ են տալի, մեր հաշվին դուք ապրում, այ ձեր Անդրանիկի խռովելու մասին ասեցիք։ Վերջերս գիտեք խռովել բառը մի քիչ հասարակ մանկապարտեզային է Անդրանիկի դեպքում, բայց վիրավորվելու մի հատ էմոցիա, մանավանդ Անդրանիկը այն կերպարն է, որ ինքը իր տեսակը, իրան Վազգենին ես դե երբեմն խռովել կարելի է խռովել երեխայական միամտություն եւ ազնվություն են ունեցել երկուսն էլ Վերջերս տեսնում եք, վստահաբար հետևել եք, որ Ադրբեջանից Հայաստան բենզին է գալիս եւ շատերը ասում են դե այդքան կռիվ եղավ, պատերազմ եղավ, հա լավ զոհեր տվեցինք, անցավ գնաց։ Կռիվը պատերազմը մի կողմ, բայց դե բիզնեսն էլ, ինչպես ասում են բիզնես, հիմա ադրբեջանական բենզինը էժանա, ադրբեջանական բենզին ենք լցնում։ Այդպեսի տարբեր մարդիկ արտահայտվել են հրապարակային, երևի դուք էլ տեսած կլինեք։ Սովորական քաղաքացիներ, ովքեր մեզ հետ մեր կողքին ապրում են այս հանրապետությունում։ Երբ որ այդ մարդկանց խոսույթը դուք տեսնում եք, դուք ձեզ դավաճանված զգում եք։ Ասեմ ավելին, ես Ֆրանսիայում էի, մի ամսվա չափ մնացի եւ վերադարձա այն օրը, որ առաջին կիրակին պիտի լիներ պատարակ այդ պատարակ խաղի գնացողները պիտի գնային Սուրբ Սարգիս։ Ես բնականաբար գնացի Մայրաթորի պատարակին։ Չգիտեմ ինչի հասա ու այդ հոգևոր երաժշտությունը լսելուց ներողություն եմ խնդրում ես չափի անկեղծանալուց միգուցե էմոցիոնալ խոսքից աչքերս լցվեցին, սկսեցի հուզվել շատ։ Որտեւ իբա հերախոսը բացեցի, տեսա Սուրբ Սարգսի բակում ինչա կատարվում, ովքեր են, ինչ են հաչում։ Ու այդ հոգևորականների, որոնք տենց բաներ էին որոշել, ես այդ պահին ավելի շատ լացս ոչ թե Վարդանի կորուստներ, Արցախի կորուստներ, այլ դավաճանվածի կորուստներ, դավաճանվածի ձեռքբերումը։ Այսինքն այդ պահին հասկացա, որ որփացա, մարդկային արժեքի ինչ-որ արժեքներից որփացա, այն արժեքներից, ինչի համար ընկեր եմ կորցրել, ինչի համար շատ ծանր տարիներին ծնողներս գնացին հիվանդության 20-23 տարեկանում հորս ու մորս եմ կորցրել, ես էի այդ տարիքին։
Եվ իմ կենսագրությունը ինձ համար ես միշտ ասում եմ ժպիտը արցունքին որ խառնում ես դառնում է կյանք։ Ես հումորով մարդ եմ, ես կենսախինդ եմ, բայց նաև չեմ կարող երջանիկ ապուշի կարգավիճակում լինել։ Նաև երբեմն կարող են աչքերս արցունքոտվել եւ հումորը գեղեցկանում է, երբ աչքերը թացեն եւ արցունքը իմաստավորում է, երբ դեմքից ժպիտ կա։ Ես այդ արժեքներով ապրող հասկացա, որ արժեքներս են գողանում ինձնից։ Այդ քո ասած Դավաճանվել։ դավաճանված զգալը մի տեսակ այդ դեպքում կարող է ես ամեն դեպքում իմ տանիքը ստանեի Վարդանս կենթանի լիներ ու ես դավաճանվածությունը չզգայի։ Այս տառապանքը հոգիս չտեսներ։ Դե պետք չէ անի։ Գաղտնիք չի, որ ես ժամանակին բանակային կուլտուրայի մեջ այնքան ընկերներ եմ ունեցել եւ միգուցե Վարդանից որևէ միավորում ծառայելը իմ համար մատչելի էր այդ հարցը լուծել, բայց ես չդիմեցի այդ քայլին։ Չդիմեցի այդ քայլին, որովհետեւ ես գիտեմ, որ Վարդանս որևէ մեկից առավել չէր կարող լինել եւ ինքն էլ թույլ չէր տա։ Մի բան էլ հիշեցնեմ ձեզ Դավիթ ջան, այ այդ միջամտությունը նկատի ունեմ, երբ որ ասում եք տղայիս համար կարող էի միջամտել, այսպես ժողովրդական լեզվով ասած ծանոթ խառնել, բայց չարեցի։ Հիշեցի Անդրանիկ Քոչարյանի ասածը վերջերս, երբ որ իր որդու ծառայելու մասին էին հարց տալիս, ասում է իմ տղան այնքան գիտելիքներ ունի, բարձրակարգ տղա է, այ դուք էլ այդպեսին լինեիք, չէիք ծառայի։ Վարդանը 20 օր մարդ եթերում հատուկ սկզբունք ունեմ, Կորյուն ջան, ներողություն որ քեզ ընդհատեցի, բայց արդեն հարցը հասկացա, հատուկ սկզբունք ունեմ, մարդկանց մի տեսակ կա, որոնց եթերում երբեք թույլ չեն տա ինչ որ բան ասել։ Անդրանիկ Քոչարյանին բաց նամակով գրառում արեցի, շատ հարգելով իր անցյալը, ամեն դեպքում Արցախյան պատերազմի ժամանակ անվտանգության երկու համակարգում փոխնախարար ա եղել, ԲՆԻ եւ ՄՎԴ-ի, ՆԳՆ-ի։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ մարդուն ինչ որ ստորաբար հանրային դաշտում, միգուցե նեղ բանում ես իմ կարծիքը կհայտնեմ եւ հարմար տեքստով, բայց այնպես թույլ չեմ տա, որտեղ ես ծնողների եւ տղայական բակային կուլտուրայի եւ ծնողների եւ մեր շրջապատի դաստիարակություն եմ ստացել։ Ես կներեք Վահագն Ալեքսանյանի հանդաստիարակությունը չեմ կարող թույլ տալ, ընդհանրենք Սեյրան Օհանյանին արայով դիմելու։ Եվ այդ միշտ այդ ջահելներին ասում եմ, լավ, ձեզ ընդհանրենք բակից հեռու եք եղել, բայց ծնողները չեն ասել, չի ասել, տղա ջան, այս մարդը մեծ է տարիքով, այս մարդը ոտ կորցրած պատերազմում քեզնից թանկ բաներ կորցրած մարդ է։ Դու իրան մի քիչ սուբորդինացիա պահի։ Բա դուք իբր թե եկել եք բանի ժամանակի օրինապաշտության եւ ես ինչ, բա ձեր այդ օրինապաշտությունը ուր մնաց, երբ որ տարիքով մեծին հարգելու մանր սկզբունքը չունեք։ Մարդկային արժեքը ընդունելու մանր սկզբունք, ձեր համար զոհվածի ծնողը մյուսը ժամանակ զոհվածի ծնողել էին երբեմն խփում, որ հետո փոխվեց, բան արց այդ չի, բայց այդ ծնողը մասնակցում էր այդ մարտերին, ինքն էլ էր արված ստանում, չէ՞, բաժայի մեջ։ Վերջը թողնենք։ Ուզում ասեմ, այս մասով ես միշտ այդ բանը պահել եմ։ Բայց Քոչարյան Անդրանիկին հիմա էլ գրառմանս մեջի մի հատված պիտի ասեմ։ Ժամանակային ազնվականության հիմքում եղել է բանակային կուլտուրան։ Արքայազները ծառայել։ Քիչ առաջ անուններ տվեցի, ուրեմն Ռավելը որ գնացել է պատերազմ, կոմպոզիտոր Ռավելը, Բոլերոյի հեղինակ Ռավելը։ Պատերազմում իր դաշնակահար ընկերը ինքն էլ կամավորական է գնացել։ Պատերազմում իր դաշնակահար ընկերը աջ ձեռքը կորցնում է եւ Ռավելը արդեն պատերազմում այդ դաշնակահարի պատվին ձախ ձեռքի կոնցերտ է գրում։ Եվ հանճարեղ մտքեր կան պատերազմի մասնակից համաշխարհային գիգանտների մեջ։ Բայց համաշխարհային դեմքերին թողնենք, թե Մորիս Ռավելի մասին է խոսքը, թե Բայրոնի, Սերվանտեսի, չգիտեմ, մյուսի, ինչի՞ չէ նաև ռուսներից Լերմոնտով, մյուս, որոնք զինվորական էին, եւ մերոնց անդրադառնանք։
Եվ սենց կարող են կանոններ տալ։ Թումանյանը ինքը զենքով խրամատում չէր, բայց ընդեղ էր, չէ։ Եղբայր, ես քո տղային որևէ վատ բան չունեմ ասելու։ Բայց մի օր որ հանդիպեմ տղայիս մինչև 15 տարեկանում պատմվածքներ էր գրում, 15-ից հետո չգրեց։ Այդ պատմվածքները կուզեմ տամ 10 տղատ կարդա։ Էլի եմ ասում, Աստված պահի քո տղուն, ոչ մի վատ բան չեմ ասի։ Թող երկար կյանք ունենա, թող երեխա ունենա, կարող է երեխու սիրուց ինքն էլ հասկանա, որ բոլորն էլ արժեք են, լավ ու վատ չկա մարդու մեջ։ Իրոջ մոտ են արժեք, ոչ թե ընտրելուց։ Ուզում եմ ասեմ, Վարդանիս պատմվածքները զարմանալի փիլիսոփայություն ունեին, մինչև 14-15 տարեկանում գրված։ Ինչի մասին էին։ Խոհ փիլիսոփայական։ 11 տարեկանում Մրջունի մասին պատմվածք ունի, որ պատահական տրորում է Մրջունին։ Ինտերնետում կա Վարդան Ամալյան պատմվածքներ, աուդիո գիրք է սարքած, ընդամենը 30 րոպե է 10 պատմվածքը Ծատուրյան Ռուբոնը կարդացել, Ղազարյան Արսենը իմ ընկեր եւ Միրաքյան Վահանը իր դասախոս, որտեղ ինքը բանում էր սովորում։ Առաջի ուսումնարանում ռեժիսուրիա էր սովորում, բայց ընդունվեց բոքսի բաժին, ֆիզկուլտուր ինստիտուտ եւ գնաց։ Վերջը Մրջունին տրորում է, հետո ասում է առաջի հայացքից Մրջուն էր տրորեցի անցը, բայց հետո ասում է հասկացա ախր իր կյանքն էլ է կյանք։ Ես իրան կյանքից զրկեցի ու սկսում է Մրջունի մասին մտածել։ Կարող ասում է ինքը լեյտենանտից դարձել էր կապիտան, որ կոյուղուց բան բուրգներ գտել։ Կարող է մի ամբողջ Գերդաստան փրկել էր, մի ամբողջ մրջնաբուն բան սենց ու սկսում է ասում է եւ հետո ասում է ես այս Մրջունի մասին որ գրում եմ, հետո դպրոցում 5 կստանամ, բանակում խրախուսական լավ կծառայեմ, մեդալներ կտան։ Հետո ասում է կհերոսանամ եւ չեմ հասկանա որ կմոռանամ այն Մրջունին, որին տրորելու համար են սասունացա։ Եվ ասում է որևէ օր ինձ որևէ մեկն էլ ինձ կտրորի, չմտածելով որ հենց նոր աշխարհի երեսից ջնջեց նշանավոր ճղճինի։ 12 տարեկանում գրած պատմվածքից փորձեցի սենց բանավոր ներկայացնել։ Ոչ քույրս բանասերա որ վերցնում էինք ինչ որ բան փոխելու ոչինչ կարիք չկար։ Խզբզած արագ գրում էր ու տենց ինքը տեզերական ինչ որ բան ամեն դեպքում ուներ, չեմ առանձնացնում էլի որևէ մեկից եւ իր նման գրող երեխեք կային Նավոյան Շանթը ու էլի անուններ, որոնք մեր Խաչիկի տղա Վաչեն, Մանուկյան Խաչիկի Վաչեն, հրաշալի Վաչականը, հա։ Եվ սրանք այդ 11 գրող երեխա կային, որոնց գիրքը տպվեց 44-ի զոհվածները, որոնք 11 հոգի էին, որոնք կեսը պոետ են, կեսը արձակագիր, կեսը համ պոետ, համ արձակ։ Այսինքն դրանց գործերը որ կարդում ես, մեկը մեկից հրաշք է, որոնց մեջ Վարդանս գրված է։ Ես կուզեմ Անդրանիկ Քոչարյանին էլի եթերային հարգանքը սպահելով, միանգամայն հարգանքով, այդ գիրքը համազգայինն է տպել։ Խնդրում եմ գտեք այդ գիրքը, պարոն Քոչարյան, տվեք համ դուք կարդացեք, համ ձեր տղան, որտեղ ես գիտեմ, որ դուք բավականին գրականության մոտ ընկերների հետ եք շփվում, Հակոբ Մովսեսի, եւ տենց ի վերջո Վազգեն եք տեսել Սարգսյան։ Ինձ համար դիսոնանս է Վազգեն տեսած մարդը Նիկոլի կողքը լինի, բայց դե ամեն դեպքում տեսել եք։ Հիմա ընկալել եք, չեք ընկալել, հասկացել եք թե չէ, բայց Վազգենի նման տղու հետ շփվել եք։ Եվ մի պահ պատկերացրեք, եթե Վազգենը հիմա հետ գար։ Վազգենը այն տղան էր, որ փայլոն էր գրել։ Վազգենը այն տղան էր, որ Լևոն Աղի պատմվածքներ գրել, թե Անդրանիկի դիմավորելու եւ ճանապարհելու ընթացքը, որ տղեն զոհվել է, ոնց է պահում։ Վազգենը այդ մարդն է նաեւ, չէ՞։ Այսինքն մենակ զորավար ու սպարապետ Վազգենը չի։ Վազգենի փխրուն կեսին մարդիկ չհասցրեցին ծանոթանալ։ Ինքն է գրում, ասում է ինձ բոլորը արտիստիզմի ժամանակ չունեցա, ինձ բոլորը կհիշեն քրտնած մորուքով մի քիչ էլ սենց։ Այսինքն ոնց կարելի է բարձրաստիճան կերպար առանձնացնել բանակային լինելու հնարավորությունից։ Հարուն Արտարչյան, բանակը ինստիտուտի մարդկային դրսևորման, մարդկային դաստիարակության ինստիտուտի ամենամեծ բլոկը պիտի դառնար։ Մեր Սաշը Մելքոնյան Ալեքսանդրը փիլիսոփա ասում էր բանակը պիտի դառնա մարդու դաստիարակության ամենամեծ համալսարանը։ Այսինքն բանակում այնքան ազնվականություն պիտի մատուցենք, որ բանակից դուրս եկածը համալսարանի կարիք չունենա, կամ ինքը որոշի ի վերջո որ մասնակետն է ուզում դառնա։ Եվ ամենաներողություն սա էլ ասեմ, ամենահրաշալի որոշումն էր, որ անկախ խելացիության չափից, որ
բուհը կընդունվեին կամ չեն ընդունվի, բանակ գնան նոր ընդունվեն։ Այդ ժամանակ Վազգենի խոսքն եմ հիշում։ Ասում էր ինստիտուտները կազատվեն բանակից ազատվելու համար ընդունվածներից, բանակն էլ կլծվի այն տղերքով, ովքեր հնարավորություն ունեն ինստիտուտ ընդունվելու։ Ձեր երգերից մեկն էի լսում, կոչվում էր կարոտել է։ Եվ այդ երգում դուք ասում եք, որ կարոտել եք անկախ նրանից դա օրենքից ներս է, թե օրենքից դուրս։ Ուզում եմ հարցնել, ում կամ ինչն եք կարոտել։ Սա այն բանն է, որ չեմ կարող բարձրաձայնել, բայց համենայն դեպս Վարդանի դեպքից առաջ եմ գրել եւ լրի ուրիշ բանի մասին է խոսքը։ Բայց օրենքից դուրս է, թե օրենքից ներս, հենց դա է ուշ։ Թող ամեն մարդ ուրեմն այդ երգը լսելիս հիշեն։ Բոլորն են ասոցիացնում, երբեմն ինքս էլ որ երգում եմ, միգուցե այդ հուզմունքը տանում է դեպի Վարդանից կարոտը, բայց Վարդանից առաջ եմ գրել եւ երգերս Վարդանից հետո մի քանի երգ ունեմ գրած։ Քիչ առաջ այդ 96 թվի գրած երգի մասին խոսեցի։ Տղեկից Սրբազանը Վարդանից ուղարկավորության օրը փաթաթվեց ինձ, ասեց գիտեմ վիճակդ, բայց քեզ պինդ պա, ես ինչ եղել է դու գրել ես։ Բագրատ Սրբազանը։ Մենք շատ մտերիմ ընկերներ ենք։ Մինչև այս ամեն ինչը, մինչև Սրբազան շարժում, բան մենք երևի 15 թեմի առաջնորդ չնշանակված ժամանակ ընկերություն ենք սկսել անել։ Եվ իր հետ շփվելիս ես միշտ կարողացել եմ հոգևոր ինչ որ արժեքներով լցվել, մարդկային արժեքներով հոգևոր։ Ի վերջո իր վերջին գրված գիրքը Նարեկացու հոր մասին ինձ համար մտավոր կարողություն ունեցող մարդկանց հիմնակարը։ Վերջը Բագրատը մեծ մտավորական է, այն ինչ որ ինքը անում է, հանուն մարդկային արժեքի է անում։ Եվ այդ որ նայում ես ճիվաղները Վազգեն, այդ նույն այդ տվածը Սանասունի անունը, դրա նման մի քանի բաներ կան։ Այն Վազգեն է, այն Բգոն, ես ինչ դու այ ճախճին դեր։ Այ Մարդու որդի կասել Բագրատ Սրբազանը։ Միշտ երեք Բագրատի դատին է, այդ դատախազին որ տեսա եւ հիշեցի այդ կերպարների բան։ Արասում եմ սրանց ծնվելու օրը, հորը ասել են աշկդ լույս լինի։ Այդ մարդեր մտածելա լուրջ են ասում, չի իմացել որ խաբել են։ Խոսվում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, գիտեք, 2 օր առաջ էլ Շահին Մուստաֆաևն էր եկել, ով այստեղ է ծնվել, մեծացել եւ ցանկություն էր հայտնել, որ գնա իր ծննդավայրը տեսնի, կարծես թե այսպես ուզում է բացումն անել, էլի ադրբեջանցիների Հայաստան գալու, դուք այդ համակեցությունը պատկերացնում եք այն ամեն ինչից հետո։ Նախորդ հարցնել ես այն ինչ որ պիտի պատասխանեի, այն ինչից որ պիտի վերեինք հասցնեինք այդտեղ շեղվեցի եւ չեկա։ Ժողովուրդ ջան, խաղաղություն չերազելը եւ չմտածելը իսկապես դեբիլի հատկություն է։ Իսկ դեբիլ բառը ես կոնկրետ հիմա սրանց համար եմ օգտագործում, որտեղ մեկ-մեկ որ ասում են գիժը, ասում են գիժը արժեք է։ Իսկ ժանոցում ընկերներ ունեմ։ Գիժը դեբիլ չի, դեբիլը գիտեք որն է, պրիդուրակ։ Ես օրինակ մեծ սիրով ընկերներով որ նստում ենք ժամանցի, թե գինովնալու, թե ինչ որ արժեքի բան, մեծ սիրով ընդեղ մի հատ քպեից մի անդամիկ է նստածնեի ու արանք ասենք խոսար որ ծիծաղեինք։ Որտեվ հավաքների ժամանակին Ֆրանսիայում, Եվրոպայում տենց այդ բարձրաստիճան բաներ արել են։ Իհարկե ես չեմ ընդունում որ լավ են արել, որտեվ մարդու ողբերգության վրա չի կարելի ծիծաղել, բայց սրանք խաբար չեն, որ իրանք ողբերգության մեջ են, որտեվ իսկապես այդ դեբիլիզմը մնայուն արժեք է իրանց համար։ Բայց թողնենք։ Ուզում եմ ասեմ, խաղաղություն չմտածելն ու չերազելը դեբիլություն է։ Բայց նաև դեբիլություն է սրան խաղաղության տեղ դնելը։ Այսինքն, եթե ձեզ թվում է 300,000 թուրքը գալու են եւ ստեղ արագ մենք իրար հետ շատ մտերմանալու ենք ու 82 թվականի պես, որ ես երկրորդ դասանի եւ 4-րդ դասանի թուրք ընկեր եմ ունեցել Չերեմուշկայում, անունն էլ որ Այազ։ Շփվել ենք, ընկերություն ենք արել, ֆուտբոլ ենք խաղացել, շփվել ենք, իրար շատ բան։ Հետո որ արդեն շարժում բան, իրանք բնականաբար գնացին, որտեղ թուրքերի ընտանիքներ կային, որ միակողմանի հայ էին, նրանք կամ ազգանուն փոխեցին, մնացին կամ գնացին գոնե Ռուսաստան, բան, բայց այն մաքուր թուրքերը դե գնացին։
Եվ ինձ միշտ հետաքրքիր է պատերազմի ժամանակ ճակատագրի բերումով ես այդ Այազին հանդիպեմ, ինչ կարգավիճակում կլինենք, էլի։ Հետաքրքիր է, որտեղ միգուցե ինքն էլ է գնացել ընդից տարել են կռիվ կամ կամավոր է գնացել, ինքն էլ իր ազգային շահերն ունի։ Ուզում եմ ասեմ, խաղաղությունը վաստակում են։ Մենք խաղաղ ենք, երբ որ ուժեղ ենք, երբ որ մռնչացողի մոտ հարևան պետության առաջնորդը սենց էր լինում։ Թե Վազգենի ժամանակ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի։ Միշտ ասել եմ, եթե համ զոհ տանք, համ հող տանք, ես երկրում չեմ ապրի։ Կներեք գրեհիկ համեմատությանս համար, ոնց որ դասարանում գան քեզ լավ ծեծեն, ստորացնեն ամենավատ ձևերով ու գնան ու դու շարունակես այդ դասարանի աղջիկների հետ դասի նստել։ Նորմալ տղամարդը պիտի դասարանից դուրս գա փախնի։ Եվ եթե Վարդանիս զոհերը չլիներ, ես այսօր երկրում չէի լինի, որտեղ այդ չափի վիրավորանք ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ չէի տանելու։ Ես երաբլուր չէի գնում մինչև Վարդանի զոհվելը, ամաչում էի։ Վատ էի զգում, որտեղ ինքս կռվի դաշտում չէի գնում, գալիս էի։ Սնունդ տանել, մի օր մնալ սենց բան, բայց ֆիզիկապես պատերազմի մեջ չէի։ Ես դրանից էլ էի ամաչում, որ գնամ երաբլուր, որովե մեկի թաղմանը։ Մենակ Վահագն մեր սպեցնազի Վահագի, Գրոյի Վահագի այս պահին ազգանունը մտքիցս դուրս եկա, Վարդանիս էլ կողքնա իր ծնողների հետ մտերիմ եմ, իր նման հրաշալի սինթեզված մարդկային կերպար չեմ իմ։ Վահագի հոգեհանգստին եմ եկել։ Նույնիսկ ընկերներ եմ ունեցել, որ չկարողացա գնալ։ Եվ Վարդանի դեպքը ինձ ստիպեց, որ գնամ երաբլուրում տեղ նայեմ, եւ ինձ ստիպեց, որ ես երկրից այլևս գնալու մտադրություն չունենամ։ Ես իմ Վարդանը մի տեսիլքով եկավ ինձ մոտ, մենք երազում չէ, բառացիորեն իր հոգեհանգստի գիշերը եւ ասեց, պապ, ասեց, հանգիստ եղի։ Իսկապես ծայրը լսել եմ, ես մի քանի անգամ ես գրառումս կարդացվել է, բան, ասեց ինձ խփողին խփեցին, բայց հավատաս տեղ մենք ընկերներ ենք, պատկերացրել ինչքան ծիծաղելի է ձեր վիճակը։ Ես այդ ամեն ինչ ընկալում եմ, որտեղ դեզերքից այն կողմ բան է ցախ, հասկանում եմ։ Եվ ծիծաղելի է պատերազմներով մարդկանց կյանք խլելը, բայց ազգային արժեքների հաշվին խաղաղություն ձեռք բերելը դա ուղղակի դառնում է ինչ-որ բույս։ Բույս ցանկացած պահի մորթվելու ենթակա։ Այսինքն սա խաղաղություն չի։ Եղբայր Գրիգոր Զոհրաբից մոտ չլնես Թայլատ Փաշայի հետ։ Այսինքն եթե Ալիևը երկու անգամ դեմքից ժպտացել է եւ մտածել է վերելակի մեջ չգիտեմ ինչ արեք ես, դա հերիք է որ դու ասես մեր բանը երաշխավորը Ադրբեջանն է։ Ծիծաղելի է, բայց ասեմ թուրքը դավաճան չի սիրում։ Դա առաջինը դավաճանների հարցերն են լուծում։ Չէ, առաջինը չէ, առաջինը կամրապնդի իր թիկունքը, ովքեր որ կարող է դավաճանների համար ոնե պատերազմել, առաջին դրանց հարցը կլուծեն, վերջում կանցնեն դավաճաններին, բայց վատ կանցնեն։ Ես միշտ եմ հիմարի համար ասում եմ վստահ ես, որ թուրքը խոզի միշտ չի սիրում, բայց թուրքը խոզ մորթել սիրում է, միսը չի սիրում։ մի քառատող եմ ուզում ձեզ համար կարդալ։ Հայաստանը նորավանք է, Գանձասար է աղթամար, ֆիդայի նահատակներ են։ Արդեն ոտանավոր, չէ, որ Գիտեիք ում նա, ուզում եմ հարցնել գիտեք ում տողերն են, բայց կարդամ ասում եմ, որ ընկան ասում Հայաստանը Երևան է, Արտաշատ դվին անի, Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի։ Հայաստանը ասում է դվին է, անի է, սա Նիկոլ Փաշինյանի բանաստեղծությունից է, հիմա էլ ասում է Արարատի ծիծաղելի էր որ գիտեի, որտեղ ես վերջերս չգիտեմ որտեղ դեմս ընկավ։ Քիչ առաջ որ ասեցի, պատկերացնում եք մենք հիմա ինչ որ մեկի մասին խոսանք, որը ոչ մի ասելիք չունի իր մեջ։ Նախ մեր Մինասյան Դավոն քանդակագործի ընկերը իր տղան արդեն հիմա բավականին մեծ է։ Մի անգամ հաղորդում են, չեն սպասումներ, թե սպասումներ իրանց տանն էին։ Երեխուն երկու հարց տվին գորին։ Հիմա ճարտարապետ է ուզում դառնա, արդեն 14-15 տարեկան հասուն տղա է հրաշալի։ Այն ժամանակ երեխա էր։
Ասացին ինչ ես ուզում դառնաս, ասաց ոտանավորիչ։ Բայց գիտեք ինչ, գորի ոտանավորիչ դառնալու մեջ ավելի մեծ պոեզիա կար, քան սրա գրածների գրականության մեջ։ Ծիծաղելի է բանասեր լինել եւ այդքան դատարկ։ Բայց տեսեք ինչ ես մի անգամ հաղորդումով ինքը որ նոր էր դարձել, ասաց ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը, թե ինչ անել, երբ շաքարավանից երկու շաքարա վերջ է, Նարդոսի Ես 4-րդ դասանում իմ երաժիշտ հալով Նարդոս կարդացել եմ եւ 4-րդ դասանում իմ երաժիշտ հալով ես չեմ ասում ես գրականությունից եսին ինչ եմ, բայց գիտեի որ դա Նարդոսինն է։ Բանասիրական լավ ընդունված չկարացած սովորած դուրս մնացած ինչ որ բան է, բայց բանասիրականի դուր բացած փակած մարդը բանասիրականի դրան պահակը գիտի Նարդոսին Թումանյանից տարբերելու ձևերը։ Դու եղբայր որ մտել եղբայր բարի համար 1000 ներողությունին եղբայրներին Դու որ մտել դուրս ես եկել, բայց չես իմանում որ Նարդոսը եւ Թումանյանը այնքան տարբեր են։ Այդ հավասարանալով կոնսերվատորիայում սովորած մարդը ասի, չեմ հիշում դա Բաբաջանյանինն էր թե Շումանինը։ Ծաղրանքի ենթակա տգիտություն։ Չկայացած մարդու դրսևորման ամենակատարյալ ձևն է։ Գիտեք ինչ, ես հասկացա երգ ունեմ, միշտ երգից առաջ ասում եմ ամենասարսափելին է, որ Ես հիմա վախենում եմ նրանցից, ում թվում է, թե իրանք հասկացել են։ Այս օրինակը միշտ բերում եմ, մի հումորային պատմություն է, կարճ կպատմեմ։ Համեցեք։ Ուրեմն դհոլչի են կանչում, չեն լավ դհոլչի չեն գտնում, հերթական վերջերս ռաբի երաժիշտների մեջ եղած դեպք է։ Լավ դհոլչի չեն գտնում, ինչ որ մեկին ընկերոջ, ում գտնում են զբաղված են, կանչում են Գալիս է գործի երն անիծում, շատ վատ է նվագում, էլի։ Վերջում այդ ստեղնաշարային գործիքների այդ մասնակետը, որ արդեն հյուրերին ճանապարհել է, հյուրերը այդքան չեն հասկացել, թե ոլչին լավ նվագեց, թե վատ, հենց հաց է գնացել, լարը հավաքելով են, որ գործիքները հավաքում են, որ պիտի գնան տուն, ասում է եղբայր, որ քեզ ասում են գործ կա, ինչի չես ասում հարմար չի։ Ախր գցեցիր ոտիդ։ Հիմա ախպեր ջան, լավ, գցենք դու Վիլյամ Վոլեսի նման եկար ազատագրեցի նախկիններից, որոնք միջև հիմա տենց բաներ կան, ինչ-որ բաներ, որ իրան այդ կարգավիճակում սիրում են, ազատության սիմվոլն է։ Անկեղծ եմ ասում, այսքան իրան չընդունելով որպես երևույթ, եթե այդ պահին կանգներ ասել, գիտեք ինչի ես, 75 թվի, բանասիրականը թամամ չավարտած, որպես խմբագիր չկայացած, ահագին բաներ չկարողացած անող տղա եմ, բայց մոտս հաջողվեց, դարձա լիդեր, ինձ հավատացիք։ Ինչ-որ մեկն ասել էր, չէ, որ իմ երկած երկերը լսողները մեղքս գալիս են։ Անունը չեմ տա, ինձ կոլեգա է, աստված իր այդ ռաբի զերքիչ։ Դու էլ ես հասկանում, քո ասած ճառը լսողները վերջը ինչ-որ այ։ Բայց եթե այս պահին օրինակ վերեք Լևոն Տեր-Պետրոսյանին, եսիմ ինչանի, մարդու, որը կոմպետենտ է, որը առաջնորդ է եղել, որին ժողովուրդը նորից կընդունի, որ նախկիններից չի։ Լավ, ապագայից մեկին ինչ-որ մեկին, ասեի անկեղծ եմ ասում, ես առաջնորդի դերում ես լեզուների խնդիր կա, ինտելեկտի խնդիր կա։ Դե հայրն էլ ասեց, ավելի արժանավոր մարդիկ։ Եթե ինչ-որ մեկին բերեր եւ այս պետությունը ուրիշ ճանապարհով գնար, անկեղծ եմ ասում, ես իր տգիտությունն ու բանը չէի նկատի։ Կմտածեի, որ չէ, ինչ-որ բան արեց։ Չեմ հաշվում, որ շատ լավ արեց, որտեղ նախկինները սրի կտենց բաներ չեմ ասում։ Բայց կասեմ փոփոխություն արեց, հա, մի բան արեց։ Բայց դու ախր չհասկացար, որ դու առաջնորդի բան չես։ Անկեղծ եմ ասում, այսօր հայակվեի գրասենյակի բացումը իմ ընկերոջ հետ գնացել ենք եւ ինձ խոսք առաջարկեցին, որ ասեմ, ժողովուրդ, ես հաղորդման այսպես զրուցում ենք, խոսում եմ, բայց ես ինձ մարդկանց առաջ կանգնել միկրոֆոնով ինչ-որ բան ասել, ձերս կդողա չեմ կարող, ես որտեղ ես ով եմ, որ ինչ-որ խելոք բան ասեմ։ Մենք սա զրուցում ենք, մեկնաբանում ենք, բայց այս ռետորական խոսքից կամա չէ։ Ներողություն եմ խնդրում, շատ հրաշալի համադայ եմ, երբ որ մենք 6-7 հոգի, 8 հոգի, 10 հոգի ենք։ Բայց մեծ մասսայական տեղ Մուրադ Ջանիբեկյանը ավակ ընկերն է, իր հարսանիքին ասեց Դավոթ ջան, համադեն, այսի չեմ կարա։ Այնտեղ Աշոտ Ղազարյան կա, մարդիկ կան, լուրջ դեմքեր են։ Սունդուկյանի դերասանական կազմ են, ու ես համադայ եմ, պատկերացնում եք,
հանդիսավար, լավ, թամադա բառը շատ չասենք։ Կանգնեցի, զգում եմ չեմ կարողանում ես այնց մասայի առաջ ենել այդ զգացի, որ վերջը մի կերպ խնդրեցի Աշոտը Ղազարյան եկավ շահ հասկացա, որ բանի մեջ եմ ընկել, որտեղ նույնիսկ սեղանի թամադա լինելու համար դու ինքդ քո մեջ հասկանաս դու դրա տակից դուրս կգաս թե չէ։ Լավ ընկերներով նստած ենք, սենց խոսում ենք, հասկացանք, բայց ես ոնց կարող եմ կանգնել մի քանի հազար մարդու առաջ ինչ որ խելոք մտքով բաներ ասել։ Ես չեմ ասում ես հրաշալի մարդ եմ եւ լավն եմ, բայց ամեն դեպքում մարդ պետք է հասկանա, մարդը սկսում է ինքնակնդատությունից։ Շարոյան Ռոլանդը գրականության առումով երբ որ Վարդանից գործերն էր, ասում էր գիտես որ գրականությունը սկսում է խոսք զսպելուց։ Այդ քո ասած լրությունն է։ Այո։ Գրականությունը սկսում է խոսքը զսպելուց։ Եվ առասարակ արվեստում եւ մարդկային որ ինչքան քիչ բառով շատ բան ասես, այնքան արժեքը մեծ է։ Երաժշտության մեջ քիչ հնչյունով մեծ մեղեդի տալը։ Մեր շարականները հոգեվոր մնում են ինձ համար տիեզերական արժեքի նշաձողեր։ Բայց հələ եկեք հաշվենք քանի հնչյուն է օգտագործած։ Այո, բառերն էլ են քիչ։ Ուզում եմ ասեմ, սա մարդկային եւ արվեստի եւ արժեքի սկզբունքային նշաձողեր են, կետեր են։ Եվ հետ եմ ասում, եթե ինքը հանկարծ այտենց որոշեր կմտածեի, որ չէ, ինչ որ մի բան արեց, հիմա էլ ինչ որ մեկը կգա, մի բան կլինի։ Բայց եղբայր, էլ դու ջանդամ, այդ կողքինները, տես վերջերս է գրել էր ասպարից ոչ մի ծանոթ մարդ ոչ չեմ ընդունել։ Թալեն Սիմոնյանին հետո ծանոթացա։ Այ ախպեր, ախր սուտն էլ ու բանն է նա, որ այդ նախընտրական այդ ընտրա զանգված ասեմ, ընտրա ծավալ ասեմ, թե ընտրա ինչ ասեմ, ընտրախումբ։ Այդ դրանք էլ նայում են, ասում են, տեսար ոչ մի ծանոթ գործի չի ընդունել։ Ասում ես ոչ մի ծանոթի գործի չեմ ընդունել։ Ստի։ Ախր սուտ ես ասում բացարձակ, որտեղ բոլորը քո ծանոթներն են։ Այսինքն նես չէ, որ Վահագն Ալեքսանյանը կամ չգիտեմ են Կարապետ Ռուբինյանի տղեն, իրա որը ժամանակ հարգում էի, թեպետ ասում են այդքան էլ համամիտ չի իր հետ, Աստված իրանց հետ, հիմա ես ընտանեկան կամ այդ տղեն, այդ Արսենը, որ ասում էր ոչինչ, որ լավ են անում, որ եկեղեցին քանում, հա, դե դրանք։ Դե չէ։ Հաղորդման ասացին գրեհկությունը պահենք չանենք, այն էլ չստացվեց։ Այս հատվածում հաղորդման ես բլից հարցեր եմ կարդալու, կխնդրեմ, որ հնարավորինս արագ եւ ասեք ինչ առաջինն է գալիս մտքին։ Երբ ասում եք հայ, առաջինը ում եք պատկերացնում։ Ծանր հարց։ Որ ասեմ ինձ մեծամիտ կլինեմ։ Չէ, բայց իմ մեջ կարամ իմ հային հավատամ։ Դա առաջի սկզբունքն է։ Մնացածին պիտի այնքան անում տա։ Սերբազանին, Նժդեհին, Անդրանիկին, Թումանյանին, ու սենց հա դիքը իմ ընկերներին։ Մի հայով չեմ կարող։ Ցավոք ներողություն, ստեղ ասացի կարճ, բայց քիչ առաջ այդ թեմայով խոսում էինք ընկերներիս հետ։ Եթե հրապարակում մի հոգու արձան դնեին, ում արձանը կառաջարկեիք։ Բոլոր ազգեր ունեն խորհրդանշական կերպար, մեկ չունենք, որտեղ մեր խորհրդանշական կերպարները մեկը մեկին չզիջող եւ շատ են։ Եթե դնենք էպոսի առաջնորդի անունով ընդհանրենք Սասունցի Դավիթ, դա խորհրդանշական չի, որտեղ այնտեղ առույց մհեր կա։ Բայն կամ եթե դնենք Հայկ Նահապետ կա էպոսի լեգենդար կերպարներ։ Վերջ այնքան, եթե դնենք Մաշտոց կա շնորհալի, եթե դնենք Թումանյան կա բազում մյուս Նարեկացի, ու սենց հա Անդրանիկ, Նժդեհ, մեր մեծերը համեմատելի չեն, անհամեմատ են։ Որն է բոլոր ժամանակների լավագույն երգը։ Լռությունը։ Լռությունը։ Պետք է ես չեմ ասել, դու մի հատ համացես։ Դլե Yaman թե Զարթնիր Որթյակ։ Սարդարապատի երգ։ Շատ լավ։ Փաշինյանի գրած երգերը լավն են։ Պատասխան է։ Լավ։ Ինչ երազանք ունեք։ Ապրելու։ Ինչն է ձեզ այսօր ամենաշատը զայրացնում։ Դավաճանությունը։ Որ երգը կուզեիք, որ լիներ Հայաստանի օրհներգը, երևի Սարդարապատ։ Որ երգն է ձեզ ամենաշատը ոգևորում։ Բանեք։ Դաշտի եկեք էլի ասենք Սարդարապատ։ Եթե բարձրանաք բեմ ու տեսնեք, որ հանդիսատեսի շարքերում Փաշինյանն է նստած, ինչ կանեք։
Չեմ բարձրանա։ Չեք բարձրան։ Եվ Եվ եղել են առիթներ, որ չեմ բարձրացել։ Այսինքն իմացել եմ, որ այս ինչ պրոյեկտին պիտի գա, ասել եմ չէ։ չեք հասկանում։ Ֆիզիկապես ենթակա չեմ շփման։ Ումից կամ ինչից եք ամենաշատը վիրավորվել։ Դավաճանից եւ դավաճանությունից։ Մեկ հոգուց թե շատերից ժողովրդից։ Մեկնաբանելու կարիք չկա։ Շատ լավ։ Մեր զրույցը կարծում եմ Շնորհակալ եմ, հետաքրքիր ինձ ստացվեց։ թվում է թե մի ժամ այնքան ժամանակ որ կարող եմ շատ ծավալվել, բայց քո շնորհիվ շատ անմիջական զրույցի մեջ էինք։ Շնորհակալ եմ քեզ եւ շնորհակալ եմ հաղորդաշարին։ Ես էլ եմ շնորհակալ։ Հուսանք հունիսի 7-ը խաղաղ Սարդարապատ կդառնա մեր պատմության մեջ։ Աստված առաջ, շատ լավ զրույց էր, շնորհակալ եմ շատ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի երգահան, երգիչ Դավիթ Ամալյանի հետ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։